Պարոն փոխնախարար, ես ձեզանից հստակ պատասխան եմ ակնկալում, դուք ինձ խորհրդատվություն մի տվեք, ես ինչի հետ համեմատեմ։ Ես ձեզ հստակ ասացի, 25 թվականին կան 30 զոհեր։ Ինչ հետևություն եք արել, ինչ պատժամիջոցներ եք կիրառել հրամկազմի նկատմամբ, ում թողտվությամբ տեղի են ունեցել ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում մահվան դեպքեր։ Ձեր համար դա միայն ցավալի վիճակագրության արձանագրում չպիտի լինի։ Դուք գերատեսչության կոնկրետ ներկայացուցիչ եք եւ դուք հստակ պիտի պատասխան տաք 24-ի համեմատ ինչ վիճակ ա եղել, դուք պիտի համեմատությունը տաք եւ եթե դուք ունեք դրական դինամիկա, շատ ուրախ եմ դա արձանագրել, բայց այնուամենայնիվ ես ուզում եմ հասկանալ, ինչ հետևություններ եք արել, որովհետեւ գործերը գնում են քննչական ու դուք ոչինչ չեք անում դրանից հետո, ոչ մի հրապարակային տեղեկություն չկա այն մասին, թե կոնկրետ հրամանատարը, կոնկրետ իրավիճակում ինչ պատասխանատվության է ենթարկվել, երբ որ այդ զորամասում տեղի է ունեցել ցավալի դեպք։ Վերջինը տեղի է ունեցել իհարկե 26 թվականին իմ հայրենի Վարդենիսի զորամասերից մեկում դաժան սպանություն, հետո հրազենային վնասվածքով մահ։ Հիմա ով պիտի դրա համար պատասխանատվություն կրի։ Մենք ոչ մի տեղեկություն չունենք դրա մասին։ Եվ հորդորելու փոխարեն դուք ձեր պատասխանատվության գոտում պատասխանեք ձեզ հասցեագրված կոնկրետ հարցադրմանը։ Շնորհակալություն, Պաշտպանության նախարարությունը եթե հետևություններ չաներ, ապա դրական շարժընթաց չէր ունենա։ Այսինքն կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ, թրվերով 24 թվականին ունեցել ենք ավելի քիչ, 25-ին 24-ի համեմատ ավելի քիչ, հետևապես հետևություններ եւ կոնկրետ քայլեր են իրականացում։ Այդ քայլերը ձեզ համար որքանով են տեսանելի, դա կարևոր չէ, որովհետեւ եթե անգամ դրական է, դուք չեք տեսնում, որովհետեւ լավ բանը դուք, եթե ունենք դինամիկա, նվազում եւ դուք այսպես ինձ ասում եք մի հորդորեք, ես ձեզ հորդորում եմ կրկին դրական լույսի ներքո նայել, որովհետեւ մենք եթե հետևություններ չանենք, մեր ցուցանիշները կլինեին ավելի վատ։ Պատժամիջոցներով ամեն մարդ, եթե արկա է իր արարքում որևէ խախտում, սկսած կարգապահականից վերջացրած քրեական օրենսգրքով նախատեսված, բնականաբար ենթարկվում է քրեական պատասխանատվության կամ կարգապահական տույժերի ըստ արարքի հետևանքի վրա է հասնում կոնկրետ պատիժ։ Խնդրում եմ ձեզ նաև այս հարցում լինել ավելի օբյեկտիվ, ուղղակի այդքան բան։